Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ձեզ համար պատրաստել եմ առաջադրանքներ 267-ից 271-ը 1033-34 ամփոփիչ եւ ամրապնդող առաջադրանքներ թեմայից։ Եկեք միասին կատարենք այս առաջադրանքները։ Սկսենք 267-ից, մյուսները չանցնենք ներքև, որ մեզ չխանգարեն։ Ահա։ 267-ի այ մեջ տրված է. Մրցույթում Լալան վաստակել էր 2 անգամ ավելի միավոր, քան Անժելան։ Երբ Անժելան վաստակեց եւս 4 միավոր, նրանք ունեցան հավասար միավորներ։ Այժմ քանի միավոր ունի Անժելան։ Առաջադրանքը բանավոր առաջադրանք է, եկեք ուղղակի մի քանի կարճ նշումներով տանք լուծումը եւ անցնենք մյուս առաջադրանքներին։ Հիմա մրցույթում Լալան վաստակել էր 2 անգամ ավելի միավոր, քան Անժելան։ Եկեք ուղղակի Լալայի վաստակած միավորները պատկերենք հատվածի տեսքով։ Վերցնենք որևիցե հատված։ Հատվածի երկարությունը կարող եք ընտրել ինչքան որ ցանկանում եք, դա նշանակություն չունի այստեղ։ Ես վերցրել եմ 10 վանդակ, այսինքն 5 սանտիմետր, դուք կարող եք ավելի երկար կամ ավելի կարճ հատված վերցնել, ինչպես որ կցանկանաք։ Վերևում գրենք այստեղ լալա։ Ահա, այսպեսով հատվածով պատկերեցինք լալայի վաստակած միավորները։ Եվ քանի որ լալան 2 անգամ ավելի միավորներ է վաստակել, քան Անժելան, Անժելայի համար կվերցնենք կիսով չափ ավելի փոքր հատված։ Եթե այստեղ լալայի համար 10 վանդակ ենք վերցրել, այստեղ էլ կվերցնենք Անժելայի համար 5 վանդակ, այսինքն 2.5 սանտիմետր։ Գրենք այստեղ Անժելա։ Ահա։ Հաջորդը, երբ Անժելան վաստակեց եւս 4 միավոր, նրանք ունեցան հավասար միավորներ։ Այժմ քանի միավոր ունի Անժելան։ Եկեք մտովի Անժելայի վաստակած միավորներին այստեղ ավելացնենք եւս այդ 4 միավորը։ Հա, եւ պետք է նա արդեն հավասարվի լալայի ունեցած միավորներին։ Երկարացնենք այստեղ հատվածի երկարությունը, մինչեւ որ հավասարվի լալայի վաստակած միավորներին, եւ կարող ենք նշել, որ այստեղ, այսինքն 4 միավոր է եւս վաստակել Անժելան։ Այսինքն այսքանը կլինի 4 միավոր։ Ուշադրություն դարձրեք, այստեղից միանգամից արդեն իսկ կարող եք նկատել, որ Անժելան, այսինքն սկզբում ունեցել է 4 միավոր, քանի որ Անժելայի համար մենք պատկերել ենք կիսով չափ ավելի փոքր հատված, քան լալայի համար ենք վերցրել։ Սա նույնպես կլինի 4 միավոր։ Ուստի մենք միանգամից կարող ենք ասել, որ Անժելան արդեն իսկ ունի 8 միավոր։ Գրենք այստեղ 8 միավոր ունի այժմ։ Ուշադրություն դարձրեք, քանի որ լալան ունեցել էր 2 անգամ ավելի միավոր, քան Անժելան, դրա համար վերցրեցինք եւ Անժելայի համար պատկերեցինք, գծեցինք կիսով չափ ավելի փոքր հատված, քան լալայի համար ենք վերցրել։ Եվ 4 միավոր ավելացնելուց հետո եթե հավասարվում էին, ուշադրություն դարձրեք, մենք կարող ենք ասել, որ այս մյուս կեսը, որ պակասում էր, կլինի 4 միավոր։ Այսինքն Անժելան սկզբում ունեցել է 4 միավոր, լալան 2 անգամ ավելի շատ, 8 միավոր։ Եվ երբ որ Անժելային միավորներին ավելացրել ենք եւս 4 միավոր, նրանք արդեն ունեցել են հավասար քանակի միավորներ։ Ուստի կարող ենք ասել, որ այժմ Անժելան ունի 8 միավոր։ Շատ պարզ եւ հասկանալի առաջադրանք էր, պետք է որ դժվարություն չլինի։ Հիմա անցնենք B-ին։ Այստեղ գրենք B։ Ահա։ Սուսաննան ուներ 2 անգամ ավելի կոնֆետ, քան Գոհարը։ Երբ մայրիկը Գոհարին տվեց եւս 5 կոնֆետ, նրանք ունեցան հավասար քանակով կոնֆետներ։ Այժմ քանի կոնֆետ ունի նրանցից յուրաքանչյուրը։ Նմանատիպ առաջադրանք է ինչպես որ I համար, ուստի եւս կարող ենք լուծել ինչպես որ I համար այստեղ բացատրեցինք։ Քանի որ Սուսաննան ուներ 2 անգամ ավելի կոնֆետ, քան Գոհարը, վերցնենք Սուսաննայի համար որևիցե հատված եւ նրա կիսով չափ հատված էլ վերցնենք Գոհարի համար։ Վերցնենք այստեղ որևիցե հատված։ Դրանով պատկերենք Սուսաննայի ունեցած կոնֆետները։ Վերևում գրենք այստեղ Սուսաննա։ Եվ քանի որ Գոհարը ուներ 2 անգամ ավելի քիչ, կամ Սուսաննան ուներ 2 անգամ ավելի շատ կոնֆետ, քան Գոհարն է, Գոհարի համար արդեն իսկ կվերցնենք ավելի կիսով չափ փոքր հատված։ Ահա։
Այստեղ էլ կգրենք գոհար։ Երբ մայրիկը գոհարին տվել է եւս 5 կոնֆետ, նրանք ունեցան հավասար քանակով կոնֆետներ։ Այստեղ ավելացնենք գոհարի ունեցած կոնֆետներին եւս 5 կոնֆետ եւ մտովի պետք է արդեն հավասար լինի Սուսաննայի ունեցած կոնֆետների քանակությանը։ Այսքանը կլինի 5 կոնֆետ։ Եվ կարող ենք ասել, որ այս դեպքում արդեն իսկ նրանք ունեն հավասար կոնֆետներ։ Մտովի կարող ենք հավասարեցնել այստեղ։ Մյուսների չհասնենք ներքև, որ մեզ չխանգարեն։ Միանգամից նորից կարող ենք նկատել, որ գոհարը սկզբում եւս ունեցել է 5 կոնֆետ։ Այս սկզբում հավասարությունը արդեն իսկ եղել է, գոհարի համար վերցրել ենք կիսով չափ ավելի փոքր հատված, քան Սուսաննայի համար է, այդ իսկ պատճառով այստեղ նույնպես կարող ենք գրել 5 կոնֆետ։ Ահա։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ սկզբում Սուսաննան ունեցել է 10 կոնֆետ, այսինքն 2 անգամ ավելի շատ, քան գոհարը, իսկ գոհարը սկզբում ունեցել է 5 կոնֆետ։ Քանի որ մայրիկը գոհարին տվել է եւս 5 կոնֆետ եւ նրանց ունեցած կոնֆետները արդեն իսկ հավասարվել են, կարող ենք մենք ասել, որ նրանցից յուրաքանչյուրը արդեն իսկ ունի 10 կոնֆետ։ Գրենք 10 կոնֆետ ունի նրանցից յուրաքանչյուրը։ Շատ պարզ եւ հասկանալի առաջադրանք էր, պետք է որ այստեղ ձեզ համար խնդիր չառաջանա։ Հիմա անցնենք հաջորդ վարժությանը։ 268-ին մի քիչ վերև բարձրացնենք։ Ահա։ 268-ի մեջ տրված է աստղանիշները փոխարինիր համապատասխան թվանշաններով։ Մի քիչ 269 ներքև տանենք։ Մենք տեսնում ենք տակետակ կատարվում է գումարման գործողություն եւ որոշ թվանշաններ բաց է թողնված, դրանց փոխարեն պետք է դնենք 0-ից 9 թվանշանները։ Այսինքն միանիշ թվեր պետք է տեղադրենք։ Ամեն մի աստղանիշի փոխարեն գրենք այստեղ A։ Տակետակ կատարվող գումարման գործողության ժամանակ ուշադրություն դարձրեք թվանշանները գրել իրենց կարգերում ճշգրիտ հերթականությամբ, այսինքն առաջի կարգը գրել առաջի կարգի տակ, երկրորդը երկրորդ, երրորդը երրորդ, չորրորդը չորրորդ եւ այդպես շարունակ։ Այստեղ ունենք քառանիշ թիվ 3, աստղանիշ 3, 5։ Դա միավորը 5-ն է, տասնյակը 3-ը, հարյուրակը չգիտենք, հազարյակը 4-ը։ Եվ հիմա նույնպես պետք է ուշադրություն դարձնենք այստեղ միավորը միավորի տակ, այստեղ աստղանիշը կդնենք առայժմ աստղանիշ, տասնյակը տասնյակի տակ, հարյուրակը հարյուրակի եւ հազարյակը հազարյակի։ 7 այստեղ աստղանիշ 2 7 եւ 2։ Ահա։ Պետք է գումարենք 3 հատ թվեր իրար եւ արդյունքը գումարը վերջանում է 528-ով։ Այստեղ կդնենք աստղանիշներ։ Ահա։ Հիմա պետք է գտնենք, թե ինչ թվեր պետք է լինեն աստղանիշների փոխարեն։ Ուշադրություն դարձրեք, հիմա հերթով գտնենք։ 5-ին գումարած 7 կարող ենք նախ ստեղից սկսել, կստացվի 12։ Այսինքն պետք է 12-ին գումարենք աստղանիշի փոխարեն, այս աստղանիշի փոխարեն որևիցե թիվ եւ ստանանք 8-ով վերջացող թիվ։ Քանի որ արդեն իսկ գումարներից մեկը երկնիշ թիվ է, 12-ը, արդեն գումարը նույնպես կլինի երկնիշ թիվ, որը վերջանում է 8-ով։ Այստեղ միավորը տասնյակը նույնպես հետո կգտնենք։ Հիմա ուշադրություն դարձրեք, 12-ին որպես միանիշ թիվ կարող ենք գումարել միայն 6 թիվը, որ ստանանք 8-ով վերջացող թիվ, այսինքն կլինի 18։ Կնշանակի այս աստղանիշի փոխարեն մենք կարող ենք գրել միայն 6 թվանշանը։ Այլ թվանշան գրելու դեպքում այստեղ 8-ով վերջացող թիվ չենք ստանա։ Այստեղ կգրենք 6։ Հիմա 5-ին գումարած 6 կստացվի 11, գումարած 7 կլինի 18, 8-ը գրված է, 1-ը կպահենք մտքում։ Սևագրությունը կարող ենք արդեն իսկ մաքրել։ Դուք կարող եք գրել սևագրության թղթի վրա կամ մատիտով։ Հաջորդը 3-ին գումարած 5 կստացվի 8, 1 էլ ունենք մտքում պահած, կստացվի 9։ Այսինքն 9 թվին պետք է գումարենք աստղանիշի փոխարեն որևիցե թիվ եւ ստացվի 2-ով վերջացող թիվ։ Ուշադրություն դարձրեք,
գումարներից մեկը արդեն 2-ից մեծ է, այդ իսկ պատճառով գումարը կստացվի երկնիշ թիվ։ Այս դեպքում արդեն 9-ին կարող ենք գումարել միայն 3 թվանշանը։ Այսինքն 9 գումարած 3 կստացվի 12։ Կնշանակի աստղանիշի փոխարեն պետք է տեղադրենք 3։ Ահա։ Հիմա 3-ին գումարած 5 կլինի 8, հա, 1 էլ ունենք մտքում պահած կլինի 9, 9-ին գումարած 3 12։ Երկուսը գրված է, մեկը նորից կպահենք մտքում։ Սևագրությունը ջնջենք։ Հաջորդը, երրորդ կարգը, հարյուրակների կարգը։ 0 գումարած 2 կլինի 2, ավելացնում ենք մտքում պահված մեկը կլինի 3։ Հիմա 3-ին պետք է գումարենք որևիցե թիվ եւ ստանանք 5 կամ 5-ով վերջացող թիվ։ Այստեղ արդեն իսկ կարող ենք այս աստղանիշի փոխարեն տեղադրել միայն 2 թիվը։ Այստեղ կլինի արդեն իսկ 5։ Կնշանակի աստղանիշը փոխարինենք 2-ով։ Սևագրությունները կջնջենք։ Հաջորդը 3-ին գումարած 4 կլինի 7, 7-ին գումարած 7 կստացվի 14։ Կնշանակի այս աստղանիշի փոխարեն կգրենք 4, մեկը կպահենք մտքում։ Եվ քանի որ այստեղ 2-ը կավելացնենք մտքում պահած մեկը եւ աստղանիշը փոխարինենք 3-ով։ Ստացանք 34528։ Եվ իրոք, եթե նորից ստուգեք դուք գումարման գործողությունը, պետք է ստանաք 34528։ Հիմա անցնենք B-ին։ Երանիշ թիվը սկսվում է աստղանիշով 18, այնուհետև քառանիշ թիվ է, միավորը բացեթողնված։ Գրելու դեպքում դուք նույնպես ուշադրություն կդարձնեք, որ միավորը գրեք միավորի տակ, տասնյակը տասնյակի, հարյուրակը հարյուրակի եւ այդպես շարունակ։ Այսինքն այստեղ տեղերը հանկարծ աճ կամ ձախ չտեղափոխեք, որպեսզի օրինաչափությունը չխախտվի։ Ահա։ Այստեղ կլինի վերջում 5-ով վերջացող թիվ։ Պետք է գումարենք իրար։ Նորից կատարում ենք միևնույն հերթականությամբ, այսինքն սկսում ենք միավորներից։ Ուշադրություն դարձրեք, ստեղ 8, ստեղ 5։ Սրանք նախ կգումարենք իրար, այս երկուսը, 8-ին կգումարենք 5 կստացվի 13, այնուհետև 13-ին պետք է գումարենք աստղանիշի փոխարեն որևիցե թիվ, այս աստղանիշի փոխարեն, եւ պետք է ստացվի 5-ով վերջացող թիվ։ Այս դեպքում կարող ենք միայն աստղանիշի փոխարեն տեղադրել 2 թիվը, այսինքն կստացվի 15։ Այսինքն 5-ով վերջացող թիվ ստացանք։ Կնշանակի աստղանիշը կփոխարինենք արդեն 2-ով։ Հիմա 8-ին գումարած 2 կստացվի 10, գումարած 5 15, 5-ը գրված է եւ 2-ը կպահենք մտքում, 1-ը կպահենք մտքում։ Հաջորդը 1 գումարած 4 5, 1 էլ ունենք կլինի 6, այսինքն 6-ին պետք է գումարենք հաջորդ աստղանիշի փոխարեն որևիցե թիվ եւ այն գումարը պետք է վերջանա 0-ով, այսինքն կստացվի երկնիշ թիվ։ Կնշանակի այս աստղանիշի փոխարեն կարող ենք տեղադրել միայն 4 թվանշանը։ Այսինքն 6 գումարած 4 կլինի 10։ 0-ն գրված է արդեն իսկ եւ 1-ը կպահենք մտքում։ Հաջորդը աստղանիշի թիվն է գումարած 6 գումարած 9 կստացվի 15, 1 էլ ունենք մտքում պահած կստացվի 16, այսինքն որևիցե թիվ գումարած 16 եւ պետք է ստացվի գումարը 0-ով վերջացող թիվ։ Այս դեպքում մենք կարող ենք ասել, որ գումարելին կարող է լինել միայն 4 միանիշ թվերի շարքից։ Այսինքն աստղանիշի փոխարեն կարող ենք տեղադրել միայն 4 թիվը։ Սա երկուսը կպահենք մտքում, բնականաբար։ Հիմա 1-ին գումարած 0 կլինի 1, ավելացնում ենք մտքում պահած 2-ը, կստացվի 3։ Մյուս աստղանիշը կփոխարինենք 3-ով։ Իսկ ստեղ 3-ին ոչինչ չենք ավելացնի, նույնությամբ կմնա անփոփոխ 3։ Կարող ենք ստուգել, 8-ին գումարած 2 10, գումարած 5 15, 5-ը գրված է, 1-ը պահում ենք մտքում։ 1-ին գումարած 4 5,
գումարած 4 կլինի 9, գումարած 1 կստացվի 10, 0-ն գրված է, նորից 1-ը կպահենք մտքում։ 4-ին գումարած 6, 10, գումարած 9, 19, գումարած 1 կլինի 20, 0-ն գրված է, 2-ը կպահենք մտքում։ 1-ին ստեղ կավելացնենք մտքում պահված 2-ը կլինի 3, եւ ստեղ էլ կլինի միայն նույնությամբ 3-ը անփոփոխ։ Արդյունքում ստացանք 33005։ Գանք հաջորդը, գն 2230 որևիցե թիվ, աստղանիշ է դրված, դա պետք է գտնենք։ Գումարած է հաջորդ քառանիշ թիվը, աստղանիշ 005, այնուհետև հնգանիշ թիվ է, վերջանում է 34-ով, և գումարը նույնպես հնգանիշ թիվ է, վերջանում է 2474-ով։ Ահա, նորից եկեք այստեղ հաշվենք։ Որևիցե թիվ, այստեղից սկսենք միավորներից, որևիցե թիվ աստղանիշի փոխարեն, դա պետք է դեռ գտնենք, գումարած 5 գումարած 4 կլինի այս երկու միավորները, որ գումարենք իրար, 5-ն ու 4-ը կստացվի 9։ Այսինքն աստղանիշի թիվը գումարած 9 պետք է ստացվի 4-ով վերջացող թիվ։ Երկնիշ թիվ կստացվի, այսինքն այստեղ աստղանիշի փոխարեն կարող են գրել միայն 5 թիվը։ Այստեղ կլինի 5։ Այստեղ։ Հա 5 գումարած 9 կստացվի 14, 4-ը կգրենք, արդեն իսկ գրված է, եւ 1-ը կպահենք մտքում։ Սևագրությունը կարող ենք ջնջել, 3 գումարած 3 կստացվի 6, քանի որ 0 այստեղ ոչինչ չի փոխվի, եւ կավելացնենք մտքում պահված 1-ը կլինի 7, արդեն իսկ սա ճիշտ է։ Մյուսը, գանք երրորդ կարգ հարյուրակները, 2 գումարած 0 կլինի 2, գումարած որևիցե աստղանիշի փոխարեն թիվ եւ գումարը պետք է վերջանա 4-ով։ Այստեղ քանի որ 2-ին կարող ենք ավելացնել միայն 2 թիվը, որպեսզի ստանանք հենց 4, այլ միանիշ թիվի դեպքում մենք 4 կամ 4-ով վերջացող թիվ չենք ունենալ։ Կարող ենք այսինքն աստղանիշի փոխարեն գրել 2 թիվը։ Սևագրությունը ջնջենք, անցնենք առաջ։ Այստեղ 2 գումարած 7 կլինի 9, 9-ին կգումարենք որևիցե թիվ աստղանիշի փոխարեն եւ կստանանք 2-ով վերջացող երկնիշ թիվ։ Այս դեպքում կարող ենք միայն գումարել 3-ը։ Հա 9 գումարած 3 կստացվի 12։ Այսինքն այս աստղանիշի փոխարեն կգրենք արդեն 3։ Սևագրությունը կարող ենք մաքրել։ 2 գումարած 3 5, գումարած 7 12, 2-ը գրած է, 1-ը կպահենք մտքում։ Այստեղ 1 է, 1-ն էլ կավելացնենք, գումարման նշանն էլ դնենք, որ չմոռանանք։ 1-ը այստեղ, 1 էլ մտքում ունեինք, կստացվի միասին 2։ Արդյունքում ստացանք 22470։ Կարող ենք եւս մեկ անգամ ստուգել, 5 գումարած 5 10, գումարած 4 14, 4-ը գրված է, 1-ը կպահենք մտքում, 3 գումարած 0 գումարած 3 6, 1 էլ ունեինք, կլինի 7։ Ճիշտ է։ Մյուսը 2 գումարած 2 կլինի 4, ստեղ կլինի 2 գումարած 3 5, գումարած 7 12, 2-ը գրված է եւ 1-ն էլ ավելացնում ենք այս դիմացի 1-ին կստացվի 2։ Սա նույնպես, այսինքն ճիշտ ենք ստացել։ Հիմա գանք դն։ Եռանիշ թիվ է, տասնյակը բաց է թողնված, գրենք 2 աստղանիշ 2, այնուհետև հնգանիշ թիվ է, մյուսը 6-անիշ թիվ, ահա, եւ գումարը ստացվում է նույնպես 6-անիշ թիվ եւ վերջանում է 293-ով։ Նորից գտնենք աստղանիշի թվերը։
Կանք միավորներ, այսինքն առաջին կարգից։ Ուշադրություն դարձեք, ստեղ 2 գումարած 7 կլինի 9, այսինքն 9-ին պետք է գումարենք որևիցե թիվ այս աստղանիշի փոխարեն եւ ստանանք 3-ով վերջացող թիվ։ Կլինի բնականաբար գումարը երկնիշ թիվ, քանի որ գումարներից մեկը արդեն իսկ 9-ն է։ 9-ին կարող ենք գումարել այստեղ միայն 4, որպեսզի ստացվի 13։ Այսինքն աստղանիշի փոխարեն կարող ենք գրել միայն 4։ Հիմա 2 գումարած 4 կստացվի 6, գումարած 7 կստացվի 13։ 3-ը գրած է, 1-ը կպահենք մտքում։ Հաջորդը այստեղ 4 0, այսինքն 4 կգումարենք մտքում պահած 1-ը կլինի 5, այսինքն աստղանիշի փոխարեն պետք է գրենք այնպիսի թիվ, որ վերջանա գումարը 9-ով։ Ուշադրություն դարձեք այստեղի 9-ին։ Ահա, այսինքն ստեղ նույնպես մենք նկատում ենք, որ կարող ենք միայն 5-ին գումարել 4 թիվը, որպեսզի ստացվի 9։ Կնշանակի մյուս աստղանիշը կփոխարինենք արդեն իսկ 4-ով։ Քանի որ մեկն էլ ունենք մտքում պահած։ Գանք մյուսը 2 գումարած 0 կլինի 2, գումարած որևիցե թիվ աստղանիշի փոխարեն եւ պետք է լինի գումարը 2 կամ 2-ով ավարտվող թիվ։ Քանի որ գումարներից մեկը 2 է, այստեղ մյուս գումարելին կարող է միայն 0-ի դեպքում կստացվի 2։ Այսինքն այստեղ նույնպես կլինի 0։ Գանք հաջորդը 3 գումարած 2 կստացվի միանգամից 5, կարող ենք այստեղ միանգամից տեղադրել 5։ Մյուսը 3-ին այստեղ պետք է գումարենք մյուս աստղանիշի փոխարեն 1, որպեսզի ստացվի 4։ Իսկ այստեղ 7-ը նույնությամբ կմնա իր տեղում։ Ահա, արդյունքում ստացանք 745293։ Կարող ենք արագ եւս ստուգել, գումարման գործողությունը կատարել, 2 գումարած 4 կլինի 6, գումարած 7 13, 3-ը գրված է, 1-ը կպահենք մտքում։ 4 գումարած 4 կլինի 8, գումարած 0 8, գումարած 1, մտքում պահված 1-ը կլինի 9։ Հաջորդը, այստեղ 2-ին ոչինչ չենք ավելացնի, 0-ներ են, կլինի 2, 3-ին գումարած 2 կլինի 5 եւ 3-ին գումարած 1 4, իսկ 7-ը նույնությամբ կմնա։ Գումարման նշանը նույնպես տնենք։ Ահա, սա էլ կլիներ 268-ի առաջադրանքի լուծում, այսինքն աստղանիշները մենք փոխարինեցինք թվանշաններով։ Հուսով եմ խնդիրներ այստեղ չեն առաջանա։ Հիմա անցնենք արդեն 269-ին։ Այստեղ մի քիչ վերև տեղափոխենք։ Եվ 270 տեղափոխենք ներքև, մեզ համար տեղ ազատենք։ Ահա, 269-ի մեջ տրված է։ Արան ժամը 7:00-ին Երևանից մեկնեց Ստեփանակերտ։ Ճանապարհին 1 ժամ 25 րոպե կանգ առավ Արփայի ափին եւ 45 րոպե էր Գորիսում։ Ժամը քանիսին նա հասավ Ստեփանակերտ, եթե անընդմեջ երթևեկությունը տևեց 6 ժամ 20 րոպե։ Եվ կողքը ստեղ ժամացույց է տված, կարող եք ժամացույցի միջոցով ուշադիր նայել։ Հիմա գրենք այստեղ հարցերի տեսքով գրենք, բանավոր առաջադրանք է, բայց եկեք այստեղ հարցերի տեսքով ավելի մանրամասն ներկայացնենք։ Առաջինը։ Քանի որ Արան սկսել է Երևանից դեպի Ստեփանակերտ շարժվել ժամը 7:00-ին, ուշադրություն եք դարձնում, այսինքն ժամը 7-ին նա սկսել է իր ճանապարհը։ Ճանապարհի ընթացքում Արան կատարել 2 անգամ ընդմիջումներ։ Մի անգամ 1 ժամ 25 րոպե եւ մյուսը 45 րոպե։ Նախ եկեք առաջին հերթին հաշվենք ընդհանուր որքան ընդմիջում է կատարել կամ ինչքան է տևել ընդհանուր ընդմիջումը ամբողջ ճանապարհին։ Գրենք որքան է տևել ընդհանուր ընդմիջումը։ Որպես իմանանք որքան է տևել ընդհանուր ընդմիջումը, երկու ընդմիջումների ժամանակները կգումարենք ուղղակի իրար։ Առաջինը 1 ժամ 25 րոպեին կգումարենք մյուս ընդմիջումը, որ կատարել է Գորիսում 45 րոպե։
Հավասար է։ Ուշադրություն դարձրեք, գումարներից մեկը 1 ժամ 25 րոպե, մյուսը 45 րոպե, այսինքն ստեղ ունենք ժամ եւ րոպե, մյուսը ունենք միայն րոպե։ Կարող ենք դարձնել բոլորը րոպե գումար, այնուհետև դարձնել ժամ, բայց կարող ենք նաեւ այս ձևով անել։ Քանի որ այստեղ ժամ չկա երկրորդ գումարների մեջին, առաջինը ժամը նույնությամբ կթողանք 1 ժամ 25 րոպեն, եթե գումարենք 45 րոպե, կստացվի միանգամից 70 րոպե։ Բայց մենք գիտենք, որ 1 ժամը իրենից ներկայացնում է 60 րոպե եւ 70 րոպեն իրենից կներկայացնի 1 ժամ եւ եւս 10 րոպե։ Սա կարող ենք դարձնել ժամ, այսինքն կլինի 2 ժամ 10 րոպե։ Հա, այսինքն ստեղից 70 րոպեն իրենից ներկայացնում է 60 րոպե գումարած 10 րոպե։ Եվ քանի որ 60 րոպեն իրենից 1 ժամ է ներկայացնում, այսինքն 1 ժամ 10 րոպե, հա? Գրենք այսպես։ Այսինքն այս 1 ժամ 10 րոպեն ավելացրեցինք 1 ժամին, կստացվեր միանգամին 2 ժամ 10 րոպե։ Հուսով եմ սա այստեղ պետք է որ խնդիր չառաջանա։ Սևագրությունը մաքրենք։ Հիմա մենք ընդհանուր, այսինքն հասկացանք, որ Արան ընդհանուր երկար ճանապարհին ինքը կատարել է 2 ժամ 10 րոպե ընդմիջում։ Քանի որ ուշադրություն դարձրեք, անընդմեջ երթևեկությունը տևել է 6 ժամ 20 րոպե, այսինքն անընդմեջ ինչ կարող ենք հասկանալ, որ Երևանից մինչև առաջի կանգառը, որ ինքը կատարել է Արփա, Արփայի ափը եւ միասին վերցրած Գորիսից մինչև Ստեփանակերտ, այդ երկու անընդմեջ կատարած այդ ճանապարհները, որ ինքը անցել է, միասին ինքը կատարել է 6 ժամ 20 րոպեում։ Իսկ ընդհանուր ժամանակը կլինի, եթե մենք ընդմիջումներին գումարենք անընդմեջ երթևեկությունը։ Երկուսը գրենք, որքան ժամանակ է տևել Երևանից մինչև Ստեփանակերտ ընդհանուր վերցրած, այսինքն ընդմիջումները եւ անընդմեջ երթևեկությունը միասին։ Որքան է տևել Երևանից Ստեփանակերտ ընդհանուր ճանապարհը։ Այսինքն ընդհանուր ճանապարհի տևողությունը մենք կարող ենք ստանալ, եթե ընդմիջումներին ավելացնենք անընդմեջ երթևեկության ժամանակը։ Կգրենք 2 ժամ 10 րոպեին գումարենք անընդմեջ երթևեկությունը ըստ առաջադրանքի տևել է 6 ժամ 20 րոպե։ Որ գումարենք, ստեղ ժամին կգումարենք ժամը, րոպեին կգումարենք րոպեն։ 2 ժամին կգումարենք 6 ժամ կլինի 8 ժամ եւ րոպեին րոպե գումարենք կստացվի 30 րոպե։ Այսինքն ընդհանուր ճանապարհը Երևանից Ստեփանակերտ տևել է 8 ժամ 30 րոպե։ Ընդմիջումներով եւ անընդմեջ երթևեկությունը միասին վերցրած։ Հիմա ուշադրություն դարձրեք եւ երրորդ քայլին կարող ենք արդեն տալ միանգամից առաջադրանքի պատասխանը, ժամը քանիսին նա հասավ Ստեփանակերտ, եթե ընդմիջումներն եւ երթևեկությունը միասին տևել է 8 ժամ 30 րոպե, կարող ենք գրել ուղղակի կարճ ժամը քանիսին Արան հասավ Ստեփանակերտ եթե դուրս էր եկել Երևանից ժամը 7:00-ին։ Եթե Երևանից դուրս էր եկել 7:00-ին։
Այսինքն ժամը 7:00-ին կամ հենց ուղիղ ժամը 7:00-ին, տենց էլ կարող եք նշել։ Մի քիչ ներքևի չհասնենք ստեղ։ Դրա համար պետք է ուղղակի 7:00-ին գումարենք 8 ժամ 30 րոպեն։ Այսինքն 7 ժամ կարող ենք ստեղ գրել 0 րոպեին կամ 00 րոպեին, ինչպես որ կցանկանաք, այդպես էլ կարող եք գրել, կգումարենք 8 ժամ 30 րոպեն։ Ստեղից 7 ժամին կգումարենք 8 ժամ, կստացվի 15 ժամ եւ 30 րոպե։ Այսինքն 00-ին է, որ 30 գումարենք, այսինքն կլինի 30 րոպե։ Կնշանակի ժամը 15:30-ին կլինի նա հենց Ստեփանակերտում։ Կարող ենք էլ պատասխան ժամը 15:30-ին Արան կհասնի Ստեփանակերտ, կամ կլինի Ստեփանակերտում արդեն։ Ահա։ Հուսով եմ սա նույնպես ձեզ հասկանալի էր։ Հիմա անցնենք 270-ը։ 2420 թիվը ներկայացրու այնպիսի երկու թվերի գումարի տեսքով, որոնցից առաջինը երկրորդից փոքր լինի 420-ով։ Այսինքն պետք է վերցնենք երկու գումարելիներ, որոնց գումարը կլինի 2420։ Առաջին գումարելին պետք է երկրորդից կամ մի գումարելին պետք է մյուսից 420-ով փոքր լինի։ Քանի որ գումարները իրարից տարբեր են, մեծ ու փոքր են, կարող ենք վերցնել մի գումարելու համար մի որևիցե հատված։ Ահա։ Այստեղ հատվածի երկարությունը կոնկրետ նշանակություն չունի, կարող եք վերցնել ինչքան որ դուք ցանկանում եք։ Այստեղ գրենք ուղղակի առաջին գումարելի։ Եվ մյուս գումարին էլ վերցնենք, դրանից վերցնենք ավելի մեծ գումարելի։ Ահա։ Քանի որ նշվում է, որ առաջինը պետք է երկրորդից փոքր լինի 420-ով, այստեղ էլ կարող ենք գրել երկրորդ գումարելի։ Այս տարբերությունը ինչքանով որ փոքր է լինելու։ Մտորի որ պատկերացնենք։ Այսքանը կլինի 420։ Այս տարբերությունը, սրա մասին է խոսքը, առաջի գումարելին 420-ով փոքր կլինի երկրորդ գումարելուց։ Երկու գումարների միասին պետք է լինեն 2420։ Ահա, նման տեսակ առաջադրանքները մենք բազմիցս կատարել ենք, սա նույնպես կարող ենք լուծել ինչպես որ նախորդ առաջադրանքներում ենք արել։ Առաջին, մենք կարող ենք այստեղից ասել, որ եթե այս տարբերությունը չլիներ երկու գումարների միջև, այսինքն առաջի գումարելին հավասար լիներ երկրորդ գումարելուն, այդ դեպքում երկու գումարները միասին կլինեին 2420-ին գումարած 420։ Գրենք եթերը։ Առաջի եւ երկրորդ գումարելիները լինեին իրար հավասար, ապա նրանց գումարը կլիներ, կամ ավելի կոնկրետ կարող ենք ասել, եթե առաջին եւ երկրորդ գումարները կամ առաջի գումարին հավասար լիներ երկրորդ գումարելուն, այդպես ավելի ճիշտ կլինի, եկեք այդպես գրենք։ Գրենք այստեղից սա թնջենք։ Եթե առաջին գումարելին հավասար լինի երկրորդ գումարելուն,
ապա նրանց գումարը կլինի 2420-ին գումարած 420 հավասար է։ Կարող եք միանգամից մտքով նույնպես գումարել, եթե 2420-ին գումարենք 420, կստացվի 2840։ Այսինքն, եթե մենք մտովի պատկերացնում ենք, որ առաջի գումարելին փոքր չլինի, հավասար լինի երկրորդ գումարելուն, 420-ով տարբերություն չլինի, այդ դեպքում մենք երկու գումարները միասին կլինեն 2840։ Գանք երկրորդ հարցը։ Երկրորդ քայլով 2840-ը կբաժանենք 2-ի, որպեսզի գտնենք երկրորդ գումարելին։ Որպեսզի գտնենք երկրորդ գումարելին։ Երկու հազար 840-ը բաժանած 2-ի, կարող եք մտքով բաժանել, այսինքն կիսել 2840-ը, կստացվի 1420։ Այսպեսով մենք կարող ենք ասել, որ երկրորդ գումարելին 1420 է, իսկ առաջի գումարելին գտնելու համար կարող ենք 1420-ից հանել 420, այս տարբերությունը հանել։ Այսքանը, այսինքն կլինի 1420, իսկ այս տարբերությունը գտնելու համար կարող եք արդեն ինչպես քիչ առաջ նշեցինք 1420-ից հանել 420-ը։ Երրորդ քայլը կգրենք 1420-ից կհանենք 420, որպեսզի գտնենք առաջին գումարելին։ 1420 հանել 420 կստացվի միանգամից ուղիղ 1000 թիվը։ Այսպեսով մենք կարող ենք ասել պատասխան առաջի գումարելին կլինի 1000-ը և երկրորդ գումարելին կլինի 1420-ը։ Եվ իրոք, երկու գումարների միջև տարբերությունը 420 է, կամ առաջի գումարելին 420-ով փոքր է երկրորդ գումարելուց 1420-ից և երկուսի գումարը միասին կստացվի 2420։ Եթե երկգումարենք 1000-ին 1420 կստացվի 2420։ Հուսով եմ սա նույնպես ձեզ հասկանալի է, հիմա անցնենք 271-ը։ Գտիր այն թվերը, որոնց գումարն ու տարբերությունը 3400 է։ Գրենք այստեղ A, ուշադրություն դարձրեք, գտիր այն թվերը, որոնց գումարն ու տարբերությունը 3400 է, այսինքն երկու գումարներ են, նախ գտնենք գումարը, այս թողը լինի առաջի գումարելին, հետո երկրորդ գումարելին, պետք է հավասար լինի 3400-ի, ընդ որում այդ թվերը դրանց միջև տարբերությունը նույնպես պետք է հավասար լինի 3400-ի, այսինքն առաջի գումարելուց հանած երկրորդ գումարելին նույնպես պետք է հավասար լինի 3400-ի։ Այս դեպքում կա միայն մեկ հնարավորություն, եթե առաջի գումարելին 3400-ն է անմիջապես, այդտեղ կողքը գրենք փակագծում, 3400, երկրորդ գումարելին կարող է լինել միայն 0, որ նրանց գումարը նույնպես կստացվի 3400։ Այսինքն առաջի գումարելին 3400-ը, երկրորդ գումարելին միայն 0-ն։ Իսկ այդ դեպքում գումարը կստացվի 3400։ Եվ եթե նույն գումարները վերցնենք, առաջինը 3400-ից հանենք մյուսը
երկրորդ թիվը, այսինքն 0-ն, նորից կստացվի 3400։ Մենք կարող ենք ասենք, առաջին թիվը կարող է լինել այստեղ 3400-ը և երկրորդ թիվը կլինի միայն 0-ն։ Ուսում սա նույնպես ձեզ հասկանալի էր։ Այլ դասավորվածություն այստեղ լինել չի կարող։ Գանք բն։ Գտիր այն թվերը, որոնց գումարը 3400 է, իսկ տարբերությունը 0։ Այսինքն նորից պետք է վերցնենք երկու թվեր, որոնց գումարը պետք է հավասար լինի 3400-ին, իսկ տարբերությունը պետք է լինի 0։ Ուշադրություն դարձրեք, այն թվերը, որոնց տարբերությունը 0 է, դրանք կարող են լինել միևնույն թվերը։ Այսինքն 0 կստանանք տարբերությունը այն դեպքում, եթե նվազելին և հանելին լինեն իրար հավասար։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ստեղ նշել, որ երկու թվեր սրանք իրար հավասար թվեր են, իսկ այդ նույն թվերը, եթե իրար հավասար են և նրանց գումարը պետք է լինի 3400, այդ թվերը գտնելու համար կարող ենք 3400-ը բաժանել 2-ի։ Քանի որ նրանք պետք է լինեն իրար հավասար, որպեսզի իրենց տարբերությունը 0 ստացվի։ Իսկ 3400-ը եթե բաժանենք 2-ի, կստացվի 1700։ Եվ իրոք, եթե 1700-ին գումարենք 1700, կստացվի 3400, այսինքն երկու գումարներ են, իրենց գումարը կլինի 3400, առաջի պայմանը արդեն իսկ բավարարվեց, իսկ տարբերությունը կլինի 0, քանի որ 1700-ից, եթե հանենք 1700, ինչպես քիչ առաջ նշեցինք, նվազելին և հանելին, եթե հավասար են, տարբերությունը կլինի 0։ Ուստի կարող ենք ասել, որ այս դեպքում էլ առաջին թիվը պետք է լինի 1700, առաջի պայմանի համար, երկրորդ թիվը նույնպես կլինի 1700։ Գումարը 3400 է, տարբերությունը 0։ Սա կարող ենք ստեղ նշել որպես առաջի թիվ, առաջի վանդակը կարող եք պատկերացնել որպես առաջի թիվ, երկրորդը երկրորդ թիվ։ Ահա։ Հուսով եմ սա նույնպես ձեզ հասկանալի էր։ Այսօրվա համար ես պատրաստել էի այսքան առաջադրանքները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն նախ առաջին հերթին վիդեոն դիտելու համար։ Կխնդրեմ անպայման վիդեոն տարածել ինչքան հնարավոր է շատ, թող հասանելի դառնա բոլոր մեր հայ աշակերտներին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, բաժանորդագրվեք և մենք կհանդիպենք մեր մյուս վիդեոյի ընթացքում։ Շնորհակալություն և հաջողություն։